Փառք Նժդեհին և ազատություն ապստամբ հայրենատեր արժանապատիվ Սասնա Ծռերին։ Ես խոսելու եմ մի փոքր Պուտին-Նիկոլ պայմանավորության մասին, բայց մինչև այդ ուզում եմ անդրադառնամ Խեղկադագի այդ ճղճղոցներին, որ մարդկանց մեղադրում է, թե դուք ինչու չեք զոհվել կամ նահատակվել։ Խոսքը վերաբերում է Արցախի ժողովրդին, նամանավանդ տղամարդկանց կամ առհասարակ հայ ընտանիքներում, որտեղ ասենք ես ոչ թե պաշտպանում եմ կոնկրետ այդ մարդկանց, ում որ ինքը ուղիղ վիրավորանք կամ նման արտահայտություն է ուղղել, այլ ես խոսում եմ համայն հայության, պաշտպանում եմ ավելի շուտ հայ տղամարդու համայն հայության արժանապատվությունը եւ շահերը, որ ասում է, բա դու ինչի չես զոհվել, կամ այս տանը 6 տղա կա, ոչ մեկ չի վիրավորվել, նահատակվել, ու ոչ ավել, ոչ պակաս, ասողը դասալիքներ են, որ ովքեր բանակում չեն ծառայել։ Դա կլինի երկրի վարչապետը, խորհրդարանի նախագահը, պաշտպանության նախարարը, նրանք բարոյական իրավունք չունեն ինչ որ մեկին մեղադրելու։ Բայց եւ ուզում եմ անդրադառնալ, ողորմելիներ, մենք նահատակվելու համար չենք, մենք հաղթելու համար ենք եւ հաղթանակի այդ բերկրանքը ապրելու, զգալու, վայելելու։ Եթե ինչ որ մեկը մարտական ուղի է անցել եւ ողջ է մնացել, ինքը մեղավոր չէ, ընդհակառակը։ Իսկ ով էլ որ ընկել է 1000 փառք իրեն, դու մեզ դարձրել ես նահատակ եւ գոռալով գժալով ինչու չես մեռել։ Աշկիդ առաջ ուզում էր ամբողջ Արցախահայությանը թաղեիր, որ այդ հողերը ասեիր, բա այնտեղով պետք է ապրի, տանք Ալիևին։ Ալիևն էլ միշտ պատրաստ է։ Ամբողջ երկիր մոլորակը մերգացնեն, մարդկանց ոչնչացնեն, Ալիևն ուրախ կլինի։ Տանք Ալիևին, որտեղ մարդ չկա, ծնոտ է կամ չգիտեմ ես ինչ է, տանք Ալիևին։ Ալիևը պատրաստ ուզում է։ Ողորմելի, մենք նահատակվելու համար չենք, մենք հաղթելու համար ենք, մենք զոհվելու համար չենք։ Ուղղակի մեր սրբազան գործը անելու ընթացքում պատերազմ է։ Եվ ամենածանր երևույթը դա հենց զոհվելն է։ Բայց փրկվածները, ավելի շուտ ոչ թե փրկվածները, այլ չզոհվածները, ում ճակատագիրը այնպես է դասավորվել, որ արկը կամ գնդակը իրենից որոշակի հեռավորության վրա է անցել։ Ստացվել է, բայց ինքը իր կյանքը վտանգել է։ Ու եթե նա չի զոհվել, դա ինքը մեղավոր չէ։ Տկար։ Դա ես ուղղակի ես չգիտեմ ոնց նկարագրեմ, որ դու արդեն ուզում ես մեր բոլորի մահը, դու ուզում ես բոլորին մահացած տեսնես։ Ինչու չես զոհվել, ինչու չես նահատակվել։ Էռատոյի տարել էր նահատակելու, բա ինչու չնահատակվեց Էռատոտ։ Ինչքան ասում եմ չանդրադառնամ այս վիժվածքին, միևնույն է ինքը ազդում է մեր բոլորի թե մտածելակերպի, թե գործունեության եւ մեծամասամբ ժողովրդի այն հատվածի վրա, որոնք կուրորեն լսում եւ հրճվում են սրա հակահայ արտահայտություններով։ Նորից եմ ասում, մենք զոհվելու համար չենք, մենք հաղթելու համար ենք։ Այդ մեկը միշտ ականջներդ օղարեք։ Ուրեմն տեսնում ենք, որ տնտեսական առումով ռուսները իրենց դռները փակում են Հայաստանի առաջ։ Տեսնում ենք, մի օր խմիչք չեն ընդունում էլ, անուն են դնում, չի համապատասխանում, ծաղիկները չեն ընդունում, վաղը պանիրը չեն ընդունի, մյուս օրը էս չեն ընդունի։ Սա հենց այդ գործընթացն է, որ Նիկոլը եւ այսինքն սկզբից խոսենք, որ Պուտինը եւ Էրդողանը պայմանավորվել են Հայաստանի թրքացման ծրագրի մի մասն է սա։ Սա ոչ թե Նիկոլը գնում է Եվրոպա, Պուտինը պատժում է։ Չէ, Պուտինը գիտի, որ ինքը այնքան է թուլացել, ինքը անգամ խոստովանում է, որ ինքը Ուկրաինայում տանուլ է տվել։ Այսինքն ինքը այն կարգի է թուլացել, որ ինքը իրեն պայել չի կարող, էլ ուր մնաց Հայաստանը։ Եվ իրեն ձեռնտու չի, որ Հայաստանը եվրոպական կամ ամերիկյան դաշնակցային գոտում հայտնվի։ Իրեն ձեռնտու է, որ Թուրքիա գնա, որքան էլ չի ուզում, բայց չարյաց փոքրագույնը Ռուսաստանի համար, այդպես ասենք, հա։
Նա ոչ թե կուզենար Հայաստանը տար Թուրքիային, կուզենար Ադրբեջանն էլ վերցնել, то Թուրքիան էլ վերցնել, Պարսկաստանն էլ, բայց չի կարողանում։ Եվ իր համար չարյած փոքրագույնը դա Թուրքին թողնելն է Հայաստանը։ Իսկ դրա համար ինչ պետք է անի։ Քանի որ Հայաստանը սխալ քաղաքական գործունեության հետևանքով նամանավանդ Նիկոլի օրոք մեր տնտեսական կապերը Ռուսաստանի հետ կրկնա պատկվել էին, Սերժիգի, Ռոբերտորով այդքան ամուր չէր Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունները, որքան Նիկոլի օրոք է եղել։ Աբրանկաշրջանառությունը կրկնա պատկվել կամ եռապատկվել է նույնիսկ։ Դե հասկացանք, դե Թուրքիայից եկող աբրանքները Ռուսաստան գնում, Հայաստանում վերաձևակերպվում էր, որ թուրքերը մի քիչ հարված ստանան Արևմուտքից, բայց Արևմուտքը տեսնում էր, որ Թուրքիան իսկապես աջակցում է Ռուսաստանին եւ Հայաստանի միջոցով է անում ինչ որ տեղել, ամբողջությամբ չէ։ Հիմա Ռուսաստանը ցանկանում է, այդ որ Նիկոլին ասում են դու հակառուս հանդես արի, դա Պուտինի կամքն է, որովհետեւ ինքը Էրդողանը այդ պայմանն է, որ պետք է Հայաստանը գնա Թուրքիա։ Հիմա թե ինչ ճանապարհով պետք է գնա, դա Պուտինին չի հետաքրքրում, եթե պետք է Պուտինին հայհոյեն, վիրավորեն, չգիտեմ, ես իմիջեր ասեն, ու այդ ճանապարհը այտենց ավելի հարմար լինի, որ Հայաստանը գնա Թուրքիա, Պուտինը համաձայն է։ Այնքան է իր գործարքը տեղի ունենա։ Որովհետև արդեն իր համար միևնույն է, ով ասես հայհոյում է իրեն։ Բայց չէ որ ասենք ինքը առաջվա Պուտինն է։ Հիմա սրանք տնտեսական այդ կապերը կտրում են, եւ Հայաստանին քանի որ Նիկոլը չի տարել եվրոպական, ասա պայմանագրել չի կնքել առևտրային, չգիտեմ, այդ համապարփակ են ասում, չգիտեմ, ես ինչի պարփակ են ասում։ Մենք մնում ենք արդեն, քանի որ այդ մի ստինքն է, այդ մի լարսն է, այդ մի հապկն է, այդ կդրեցին, մենք մինչև նոր տնտեսական կապեր ձևավորենք, ասենք Արևմուտքի հետ ժամանակ է պետք։ Դա պետք է Նիկոլը արած լինել, որը չի արել, որտեղ ինքը միշտ ասում է, մենք երբ ենք ասել, որ հապկից դուրս են գալու։ Արարատ Միրզոյանն էլ միշտ հերքել են, որ մենք միշտ մնալու ենք այնտեղ, համ միշտ մնում են այնտեղ, համ հապկը կդրում է մեր տնտեսական թելերը։ Դուք տեսնում եք ինչպեսի դավաճանություն են անում սրանք Պուտինի հետ համատեղ, Ալիևի հետ համատեղ։ Սա կդրելուց հետո Հայաստանը տնտեսական լուրջ եմ ասում, ծանր վիճակում է հայտնվելու։ Բայց քանի որ ինքը Արևմուտքի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի, կոնկրետ, Ալիևը այստեղ գալու է առաջարկով հանդես գա։ Այդ ռուսների գազն էլ մի օգտագործեք ես կդամ, այդ ձեր ծաղիկն էլ ես կառնեմ, ձեզ ուրիշ բան կառաջարկեմ, այսինքն այն լծակները, որ ռուսները մեր մոտ ունեին, միաժամանակ մեզ կարողանում էին դրանով կռացնել, այդ լծակը պետք է Պուտինը փոխանցի Ալիևին։ Ու հիմա այդ նույն բանը անելու է Ալիևը մեր հետ, ավելի ծանր, ավելի դաժան։ Եթե ռուսները ինչ որտեղ Հայաստանին խնայում էին, ինչ որտեղ որ գործիք որպես Թուրքիային սաստեն, այդ իրանց հարաբերություններում։ Հիմա իսկ Ալիևը մեզ կոնկրետ ոչնչացնելու ծրագիր ունի։ Արևմտյան Ադրբեջանը հենց դա է։ Որ Նիկոլը գալիս է միշտ դա հարցրեք Արևմտյան Ադրբեջանից։ Որքան լիք որ ասում մեկ էլ եկաք այտենց հարցեր տվեցիք, մլիցեքին կասեմ էս կանեն, մի նայեք դրան։ Չվախենակ, հենց վախեցակ տանուլ եք տալու։ Էսի այդ խաղի այդ Էրդողան, Պուտին, առևտրի եւ Նիկոլը որ գնացել էր Մոսկվա, չէր գնացել որ Պուտինին այնտեղ բան աներ, էլի ասես ճագատին տար գար։ Գնացել էր այնտեղ, որ ինքը համայն մարդկության ցույց տար, որ ինքը թկած ունի Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը արդեն սկսի այս գործողությունները, կտրելու գործողությունները սկսի, Ալիևն էլ գա մի կողմից ասի դե եկեք ես անեմ, ես բերեմ, ես տանեմ, ես տամ։ Եվ մենք ավտոմատ հայտնվենք Ալիևի ծողակում։ Ոչ մի տեղ չգնանք, ոչ Եվրոպա, ոչ Պարսկաստան, չգիտեմ, ոչ Ամերիկա, ոչ Ասիա, մենակ Ադրբեջան։ Ոնց որ հիմա մենակ Ռուսաստան ենք եւ այդ մի կապը հանցագործություն է արվել։ Մեր հանդեպ հանցագործություն է արվել։ Ռոբերտի օրոքել, Սերժիկի օրոքել, Նիկոլի օրոք կրկնակի հանցագործություն է կատարվել, երրագի, տնտեսական առումով։ Հայրենիքի հանձնումը դել էլ չասեմ, դա անչափելի է։ Ուրեմն մենք պետք է խոհեմ լինենք, սիրելի անձնություն, մեկ է մեծ տնտեսական ծանր վիճակի մեջ են դնելու։ Հաջորդ քայլը անելու համար չընտրենք նորից թրքաբոլշևիկյան, այսինքն Ադրբեջանը չընտրենք որպես գործընկեր, որը հիմա էլ տառապենք, այսքան մի 100 տարի Ադրբեջան ձեռին տառապենք, չնայած չենք հասցնի 100 տարի, անմիջապես մի քանի տարվա մեջ մեր հարցերը կլուծեն, որտեղ արտաքին աշխարհից կտրելու են, արևմտյան Ադրբեջանը սարքելու, եւ Ադրբեջան կա սա իմ տարածքն է, իմ ներքին խնդիրն է։ Նիկոլը տանում է դրան։ Սա գնում է դրան։ Եթե չդիմադրեցինք, վերջ։ Ստիպված եք լինելու հարց ու աչքով զենք վերցնեք, համ դավաճան հայի դեմ
կռիվ տակ Նիկոլի տեսակի համ Թուրքի։ Իսկ դա արդեն ավելի դժվար կլինի։ Այս ընտրությունների ժամանակ միանշանակ կեղծվելու են, եթե Պուտինը մնաց աթոռին նստած։ Եթե անգամ Պուտինին հանեն Պուտինի նման ինչ-որ մեկին դնեն իր թիմից, վիճակը նույնն է լինելու, կապ չունի։ Բայց եթե հանգարց դրա տեղամասերում մարդիկ փորձեն ապացուցել, որ ասենք Հայաստանում երկնիշ, այսինքն 10%-ից ավել բևեռը ձայն ունի, եթե իրենք կեղծելուց տեսնեն, որ կեղծում են 10%-ը, 20%-ը, իրենք կհասկանան, որ այս կեղծելու ժամանակ հետևանքները ծանր է լինելու։ Հասկանալ են, որ այս թիվը, այս քանակը փողոցա դուրս գալու։ Շատ կարևոր է, որ գնալ, տեղամասեր եւ ընտրել ազգային ժողովրդավարական բևեռին։ 1. Եվ երկրորդ, ես նկատում եմ, որ առաջատար լրատվականները, եթե ինչ-որ մի քաղ տեխնոլոգ են հրավիրում, եւ նրան հարց են տալի քաղաքական դաշտը ինչ վիճակի է, ով ինչ է առաջարկում, ում առաջարկությունը, ավելի լավ ընդունվում, ով է բան, ով բևեռի անունը, ասենք ես Սամվել Կարապետյանների կամ չգիտեմ Քոչարյանների հետ տալիս են նաև բևեռի անունը, նկատել եք, եւ արդեն տալիս են բևեռի անունը, անմիջապես լրագրողը փակում է այդ մարդու առաջ ասում։ Դե բևեռն ասում է բանը, այդպես լուրջ ծանրակշիռ, բան բևեռից չխոսենք, եկեք հələ խոսենք ովքեր ծանրակշիռ են։ Ինչով են ծանրակշիռ։ Փողով։ Դու գաղափարից հարց ես տալի, մարդը քեզ ասում է ում գաղափարն է ծանրակշիռ եւ մարդիկ ոնց են այդ վերաբերվում։ Դու ինչու ես փագում բևեռին, ասում բևեռը դրեք մի կողմ, որովհետև մեր ամբողջ լրատվական առաջատար լրատվական դաշտը թրքաբոլշևիկյան է։ Նրանք որ լիցենզիա են ստացել պետությունից, հենց այնպես չեն ստացել։ Ուրեմն միահամուռ գնում ենք ընտրելու 8-ին ազգային ժողովրդարական բևեռին, որպեսզի հետագան մեր ընտրությունը կեղծելուց հետո մեզ ոտքի կանգնել է պետք, մեզ ապստամբել է պետք, մեզ համախմբվել է պետք։ Իսկ այդ թիվը մեր ներքին թշնամուն կվախեցնի, եթե տեսնի այնտեղ 20%, 30%, կհասկանա սրա կեղծելուց կարող է ցնցում առաջանա։ Հասկանում եք, ասենք 6-7% կեղծելը մի բան է, 20-30% կեղծելը մի բան, բայց իրենք գնալու են դրան, ուղղակի վախը սրտներին։ Խոհեմ եղեք, ընտրեք համար 8-ին։ Մնա խաղաղություն։